Մեր հաջորդ տեսանյութը Ջավախքից է։ Օրերս Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդի ձեռամբ վերաբացվել ու օծվել է հայաբնակ Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 15-րդ դարի սկզբներին կառուցված եկեղեցու փրկությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ մերենիացիների անմիջական աջակցության շնորհիվ։ Գյուղի օրվան եւ եկեղեցու վերաբացման արարողությանը ներկա է եղել նաեւ իմ գործընկերը։ Ջավախքում հոգևոր կյանքը սկսեց վերել կապրել վերջին տասնամյակում։ Արդեն 2 տասնյակից ավելի եկեղեցիների 100 տարվա փակ դռներ են բացվել, այլևս երբեք չփակվելու լավատեսությամբ։ Չնայած 132 հայաբնակ գյուղերը սպասարկում են ընդամենը 9 հոգևորական, սակայն ապագայի սերմերն արդեն գծված են։ Որոշել ենք, որ բոլոր գյուղերում պիտի բաժանենք, բոլոր գյուղերում, այնքան պիտի տպագրենք, բերենք ու ոչ մենակ հայրմերը։ Այսինքն հաջորդ անգամ տպագրելու ենք ուրեմն ճաշից առաջ աղոթքը, ճաշից հետո աղոթքը, որ մարդիկ կամաց այդ աղոթքները սովորեն։ Հայր Բաբկենը մեծ ոգևորությամբ շտապում է հերթական եկեղեցու վերաբացմանը։ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի տոնին վերաբացվեց ու օծվեց Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սուրբ Աստվածածին եկեղեցին 1830-ականների կառույց է։ 1899-ի երկրաշարժը բնակավայրի բազմաթիվ շինությունների հետ չի խնայում նաև եկեղեցին։ Տարիներ անց վերակառուցվում է, սակայն այս անգամ էլ Աստվածուրացության տարիների բռնապետությունն է խոչընդոտում Սուրբ Աստվածածնին ծառայելու բուն նպատակին, վերածելով այն կոլտնտեսության պահեստի։ Հաստափոր գիրքը պահված է եղել պահեստի վերածված եկեղեցու տանիքում, պահպանված չեն գրքի կազմն ու հրատարակման տարեթիվը։ Համապատասխան մասնագետները դեռ կպարզեն, թե ինչ գիրք է եւ ինչ է թաքցնում իր էջերում։ Իսկ գյուղի պատմության նոր էջերը մերենիացիներն իրենց ձեռքով են լրացնում։ Այս անգամ եկեղեցին վերստին իր դռները բացեց ռուսաստանաբնակ ծնունդով մերենիացիների օժանդակությամբ։ Այն ժամանակ երևի պատկերացում չէր լինի ներսից, այստեղ եկեղեցի է, որովհետեւ սուներով ամպարներ կտրված։ Համադասարանցիներ, Համլետը, Մասիսը, Արարատները, Ահարոնն ու Զավենը ծննդավայրի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալով հարցում քննարկվող թեմաներից առաջնահերթությունը տվել են եկեղեցու վերակառուցմանը։ Ընդունվեց միաձայն եւ հենց հաջորդ օրը անցել են գործին։ Մենք ստեղ չենք, մեր գյուղացիները որ լավ զգան իրենց, ունենան իրենց ժամը նորապսակների համար, կնունքի համար, ծնունդի համար, ամեն ինչի համար։ Նոր սերնդի ջավախահայերը հաստատ սովորելու լավ օրինակ կունենան ու իրենց ծննդավայրի շենացման հարցում նախաձեռնող կլինեն, վստահ է գործարար Սոս Սահակյանը, ով արդեն մոտ 700 գործարարի է ցուցակագրել, ովքեր պոտենցիալ ներդրողներ են ծննդավայրի շենացման գործում։ Ջավախից դուրս եկած մարդիկ արտերկրում աշխատելով լուրջ հնարավորություններ ու կարողություններ ունեն, առաջի անգամ հետսովետական շրջանում եւ այդ մասնավոր կապիտալը իր վճռական տեղը կկատարի։ Նույն օրը նշվեց նաև գյուղի տոնը։ Ջավախքում արդեն բարի ավանդույթ է ձևավորվել։ Եկեղեցի վերաբացելու հետ մեկտեղ սահմանում են գյուղի օր ու տոնախմբություն կազմակերպում։ Աննա Մարտիկյան, Արտյոմ Ադամյան,